իրենից չկախված հանգամանքների բերումով ստանում է անկախություն, հայ ժողովուրդը ստանում է պետականություն, հետո էլի աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով էլի շատ դեպքերում չկախված իր որոշումից եւ իրենից այդ պետականությունը եւ անկախությունը կորցնում է։ Սուտ, որը վիրավորում է յուրաքանչյուր հայ։ Հայաստանն այնքան անկախ եւ ինքնիշխան է եղել, որ նույնիսկ 2018-ին, 19-ին, երբ Նիկոլը իշխանությունը զավթել է օտար ուժերի եւ օտար գործակալական ցանցերի միջոցով եւ օգնությամբ, այդ ժամանակ նույնիսկ ինքը կարողանում էր Շուշիում, հայկական Շուշիում կապիկություն անել։ Հայաստանն այնքան ինքնիշխան եւ անկախ է եղել, որ Նիկոլը ձեզ բոլորիդ խաբում էր 2018 թվականին, թե Հայաստանի միակ խնդրը կարմիր գծերն ու արագաչափերն են։ Հայաստանն այնքան անկախ եւ ինքնիշխան է եղել, որ կարողացել է 42,000 քառակուսի կիլոմետրից ավելի հայկական հող ու հայրենիք պահել, որտեղ յուրաքանչյուր հայ առանց ադրբեջանցիների թույլտվության կարողանում էր ցանկացած ճանապարհով անցնել եւ որևէ մեկ իրեն չէր հորդորում գերի ընկնելու դեպքում SMS ուղարկել։ Հայաստանն այնքան ազատ եւ ինքնիշխան է եղել, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ծիծեռնակաբերդում գլուխ են խոնարհել աշխարհի գերտերությունների ղեկավարները։